Ծնվել եմ Շիրակի մարզի Փանիկ գյուղում, մանկությունը, պատանեկությունը անցել է Հարազատ գյուղում, տեղի դպրոցում եմ ավարտել, հետո ընդունվել եմ Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, մասնագիտությունը արվեստաբանություն, մոտ 1 կիսամյակ գնացել եմ դասի, որից հետո արդեն զորակոչվել եմ բանակ։ Ծառայել եմ Արցախի Որոտանի շրջանում, եղել եմ ՀՄՄ-ի պեխոտա, հետևակ, ունեցել եմ նռնականետի հաստիք, հետո հաստիքի փոփոխություն է տեղի ունեցել եմ հակատանկային նռնականետ, հակատանկային նռնականետի դասակում արդեն եղել եմ ջրականում ու պատերազմը սկսվեց այնտեղ։ Պատերազմական գործողությունների ժամանակ հենց ջրականում ենք եղել, առավոտը 7-ն էր, վրանում աչքերս բացեցի, տղեկից մեկը թե բա շուտ դուրս արի, հեսա ռմբակոծում են ու դուրս եկանք, տեսանք դիմացի հատվածում արդեն մի հատ էլ չաստ կար, այնտեղ առաջի հարվածները այնտեղ եղավ։ Շուտ արդեն հասանք մենք մեր տեղակայման վայրեր, մեր դասակով սկզբի օրերին առաջնագիծ չենք գնացել, բայց եղել ենք երկրորդ, երրորդ գծում, քանի որ հետևակ չկար իրանցից այդ հատվածում, մեր առաջադրանք չտվեցին այդ ընթացքում։ 4-րդ օրը գնացինք առաջնագիծ, սկզբից գնացինք մեր Մարտկոցի դասակին հանդիպեցինք, տեսանք տղեկը մի քանի օրում արդեն պատերազմի լրիվ ամեն ինչը տեսել էին պատերազմի մեջ, տղեկի ձայնը կտրված, արդեն հրետանի են, Մարտկոցը հրետանին է, 120 մմ-անոց ու մի փոքր այնտեղ տղեկին օգնություն տվեցինք, հետո առաջնագիծ գնացինք մեր տանկային վաշտի մոտ, իրենք տեղակայվել էին Լելեթեպե հատվածի դիմացի 120 դիրքերում, այնտեղ արդեն մեր զենքերը տեղակայեցինք, ստացանք մեր առաջադրանքը, մոտ 1 օր ակտիվ մարտի մեջ ենք եղել այդ ընթացքում, ունեցանք վիրավորներ, ունեցանք կորուստներ, մեր տանկային վաշտի, BMP-ների, տեխնիկայի զգալի կորուստ ունեցանք այդ օրը մարդկային կորուստներ էլ ունեցանք, մեր զորամասի շտաբի պետը մահացավ, հոկտեմբերի 1-2-ից սկսած իմ կարծիքով պայմանավորված էր նաև շտաբի պետի վաղաժամ մահանալուց, սկսեցինք արդեն բավականին կորուստներ ունենալ, տեխնիկայի, մարդկային վիրավորումներ, հետո մահվան դեպքեր մի քանի, մեր զորամասը այդ ժամանակ տեխնիկայի անբավարար քանակով ոչ մարդունակ ճանաչվեց ու հետ կանչվեց դեպի Որոտան։ Հովհաննիսյան Սիմոնը, ով զորամասի առաջի զոհված զինծառայողը եղավ, այդ մեր վրա ազդող հանգամանք էր, որովհետև զորամասը փոքր էր, բոլորս իրար ամեն օր տեսնում էինք, իրանից հետո մոտ հաջորդ օրը արդեն համարյա բոլորը սկսեցին մեծ կորուստներ ունենալ, տղեկի մոտ այդ լարվածությունը արդեն կար, որ հնարավոր է ինչ-որ կորուստներ ունենանք, չնայած տղեկը ամեն դեպքում պատրաստ էին այդ ամեն ինչին ու ինչ-որ խնդիրներ չենք ունեցել հետ կանգնելու, մենք ունեինք այդ ժամանակավոր դասակի հրամանատար կապիտան Վանեսյանը, ով մինչև առաջնագիծ հասնելը ասեց տղեկ, եթե զգում եք, որ չեք կարող, հիմա կարող եք այդ նույնը ասել, չհասնենք առաջնագիծ ու ինչ-որ խնդիր առաջանա, տղեկից ոչ մեկ հետ չկանգնեց ու էդ էլ մի քիչ դուխ տվեց մեզ, որ ամեն ինչ հələ որ նորմալ է, դասակի ոգին տեղն է ու գնացինք։ Վանեսյանն էլ, կապիտան Վանեսյանն էլ մահացավ մոտ 4-5-րդ օրը։ Ես էլ ամսի 2-ի երեկոյան եմ վիրավորում ստացել։ Երեկո էր արդեն, պետքա գնայինք մեր տեղակայման վայրից մի քիչ հեռու ջուր բերելու, ջրի պաշար չունեինք։ Գնացինք դասակի տղեկից մի քանիսով։ Այնտեղ արդեն տանկային վաշտն էլ էր տեղակայված, իրանց մոտ ունեին ջրի ինչ-որ պաշար, բայց շատ քիչ էր, պետքա ման գայինք, կգտնեինք, չէ, մութ էր, ոչ մի լուսավորություն պետք չէինք կարող միացնել, քանի որ
հսկվում էր անօտաչու թռչող սարքերով։ Տենց ման գալու ընթացքում մեր վրա հրետանի է աշխատում, 7-8 հոգի վիրավորվում են, զոհ ենք ունենում։ Վիրավորումից հետո ինձ իջացրեցին Սիսիան ու արդեն Երևան բերեցին, ձեռքի բեկորային վնասվածք եմ հիմնականում ստացել։ Վերադառնալով պատերազմի օրերին մի դրվագ եմ ուզում պատմեմ, ուրեմն դեռ գտնվում ենք երկրորդ-երրորդ դիրքերում, մեր մոտ այդ ընթացքում եկել էր տղեկից մի տանգ ու մեր դիրքի հենց գլխին էր կանգնած, անսարկության պատճառով առաջ չէր գնացել։ Այդ ընթացքում մեր վրա անօտաչու թռչող սարք էր աշխատում, կամիկաձե տեսակի։ Թռչող սարքը ուներ մի հատ առանձնահատկություն, ուրեմն եթե ինքը դիտարկում է ուղղակի, ուրիշ ձայն է հանում, եթե ինքը հենց արդեն նշանը վերցրել է ու գալիս է վրա, դա արդեն ուրիշ ձայնով է գալիս։ Մոտավորապես բալգարկայի ձայն է հանում, եթե նշանը բռնել է։ Ու մենք էլ արդեն սովոր էինք դրան, որ հենց բռնեց, տղեկ մեր վրա է գալիս, այդ հատվածում համարյա չկար, մեզնից բացի։ Նշանը վերցրեց, ձայնը զգացինք, ասենք տղեկ դուրս գանք, վազեցինք դիրքից դուրս ու այդ հարվածը տանգը իր վրա վերցրեց, տանգի բաշտյան թռավ ու այդ ընթացքում լավ բրծանք, որ մեր վրա չեկավ հարվածը, այդ կամիկաձեի տեսակը այնպիսի տեսակ է, որ նշանը վերցնելուց հետո չի կարող ուղղությունը փոխել, տենց այդ հատվածում ողջ մնացինք, ասենց ասած։ Վիրավորմանս օրը ցերեկը մարտեր էինք տանում ու այդ ընթացքում մեր տանկային վաշտը, մեր բեմպեների վաշտը արդեն եկել էր մեր մոտ, մարտի մեջ էին մտել, բայց մեր վրա օդային հարվածներ էր հասնում, օդային հարվածները չէինք տեսնում, բայց լսում էինք, նշան էին վերցրել մեր տանկերին, բեմպեներին, ընդհանուր տեխնիկային ու այդ ընթացքում, կարող եմ ասել մի ժամ, 2 ժամվա ընթացքում մեր զորամասի տեխնիկաների մեծ մասը խոցվեցին ու մեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեսանք, մենք ձորի մեջ էինք, իրանք գագաթներին ու ներքևից նայում էինք, թե ինչ է կատարվում վերևում, բարեբախտաբար քիչ տուժածներ ունեցանք, հիմնականում մեջն էին, բայց արագ դուրս էին գալիս տեխնիկայից տղեկը, որ վիրավորում ստացա, ընկերներիցս Իսահակն էր մեր հետ, առաջի բուժօգնություն ստացավ, մի քանի օր էլ մնաց, հետ վերադարձավ առաջնագից, մի քանի օրից հետը կապը կորավ, խոսում էին, որ ինքը մահացել է, իրանց դասակը դիպուկահարների դասակներ, ինքը մահացել է, իրան մի քանի ամիս հետո են գտնում ու հունվարին նոր ճանաչում են, որ ինքն է եղել, դիակը, որ եկանք հիվանդանոցում 4-5-րդ հարկը մեր զորամասի տղեկն էին հիմնականում, որ պալատը մտնում ենք, ծանոթ տղեկ, սպաներ ու իրանց հետ էլ հաղորդակցվելով կապը պահում ենք, ներսում ինչ է կատարվում ու իմանում եմ, որ իմ վիրավորումից հետո գիշերը դիվերսիա է մտել մեր դասակի տեղակայման վայր ու դասակից համարյա քիչ մարդ է մնացել ողջ։ Էդ էլ հիմա եմ հետ մտածում, որ հնարավոր է այնտեղ լինեի ուրիշ ելքով ավարտվեր այս ամեն ինչը։ Պատերազմից հետո վերականգնողական բուժումներ եմ ունենում զինվորի տանը, մի քանի ամիս, հետո մի քանի փուլերով, մոտավորապես մի տարի հետո սկսեցի աշխատել համալսարանին զուգահեռ, համալսարանը ավարտելուց հետո բակալավրը, հետո մագիստրատուրան, հիմա ունեմ իմ սիրած զբաղմունքը, որը դարձրել եմ արդեն աշխատանք, ունեմ արշավական ակումբ, քայլարշավներ ենք իրականացնում Հայաստանի տարբեր հատվածներում, սարերում ու ձորերում, կոչվում է Վերելք արշավական ակումբ, հիմա դրանով եմ հիմնականում զբաղված, մինչև ծառայության գնալը պատմություններ էինք լսում ծառայության դժվարությունների, պատերազմի բարդությունների մասին ու ինչ որ չափով պատրաստված էի գնացել հոգեբանական
Ու տեսնելով այդ դժվարությունները չեմ բողոքել, մտածել եմ, որ այս տղայի համար պետք է այս ամեն ինչով անցնի, կոփվի, որ հիմա էլ չեմ ափսոսում, որ գնացել եմ ու Աստված ոչ անի, եթե ինչ-որ գործողություններ էլի կրկնվեն, հաստատ չեմ տրտնջա իմ գործողություններով ու կգնամ, որովհետև այն ժամանակ էլ մտածում էի, հիմա էլ եմ մտածում, որ թիկունքը պետք է պաշտպանված լինի ու այնտեղից են պաշտպանում թիկունքը, ոչ թե այստեղից։